Բացել Հորմուզի նեղուցը, դադարեցնել ռմբակոծությունները պահանջել է ԱՄՆ նախագահը Իրանի իշխանություններից, երեքշաբթի երեկոն հայտարարելով վերջնաժամկետ։ Հակառակ դեպքում ամբողջ երկիրը կարող է ոչնչացվել, սպառնացել է Թրամփը։ Իրանից պատասխանել են, թե ճնշումների հետ բանակցություններն անհամատեղելի են։ Արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով ԱՄՆ-ի հարձակումը Իրանի վրա պետք է համարել նոր աշխարհակարգի ձևավորման սկիզբ, որի սկզբունքը ուժի իրավունքն է։ Ինչ է ուզում ներկա փուլում Ամերիկայի Միացյալ Նահանգները, մինչև ուր կգնա։ Նույնպես շատ կարևոր հարց է եւ ինձ համար արդեն ակնհայտ է դառնում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն կարողանա հասնել այն բանի, որ նախագահ Թրամփը հայտարարի, մենք հաղթել ենք առանց ռազմական գործողությունները շատ լուրջ ընդլայնելու։ Պետք է գնան ավելի լայնածավալ ռմբահարումների։ Եթե հրթիռակոծությունների ծավալը մեծացվի այնքան, որ ԱՄՆ կարողանա հայտարարել, թե հաղթել է Իրանի հետ պատերազմում, կտուժեն թե իրանցիները, թե հարևանները, այդ թվում մենք, ասում է վերլուծաբանը։ Նոր աշխարհակարգում ուժի կիրառումը բարոյական է, չկան զսպող մեխանիզմներ, հետևաբար չկան նաև արգելակներ։ Նա, ով ունի բավարար ուժ, կարող է ճնշել իրենից թույլին, բայց սա անցումային փուլ է, ու Թրամփին հարցեր ունեցողների թիվը մեծ է։ Հարցեր ունեն նաև Ամերիկայի քաղաքացիները։ Գնալով Թրամփի ռեյտինգը անկում է ապրում, գնալով նրա հեղինակությունը որպես երկրի նախագահի, որը ուզում էր վերականգնել Ամերիկայի Միացյալ Նահանգների այսպես հզորությունը աշխարհում եւ խոսք էր տալիս, որ այլևս Ամերիկան չի ներգրավի աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցող կոնֆլիկտներում, այդ նրա իմիջը, որ ինքը փորձում էր ստեղծել, ակնհայտորեն արդեն այսպես վերանում է։ Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կոնգրեսի ընտրություններ են։ Եթե Թրամփն այս պահին կանգ առնի, ամերիկացիները դա կընդունեն որպես պարտություն։ Դա մեծ ազդեցություն կունենա նոր ձևավորվող սենատի կազմի վրա։ Իմ կարծիքով դա փաստորեն Թրամփի համար կարմիր գիծ է։ Մինչև այդ ընտրությունները ինքը փորձի ամեն ինչ անել, որ կարողանա Ամերիկայի ժողովրդին ներկայացնել, որ Ամերիկան հաղթել է։ Նույնիսկ մոտավորապես ես կարող եմ ասել, որ մինչև սեպտեմբեր ինքը կփորձի այսպես հաղթանակի հասնել, որ կարողանա դա ներկայացնել ժողովրդին։ Թե ինչպիսին կլինի Իրանը քաղաքական առումով, կախված է պատերազմի ելքից, բայց մեր հարևան երկրի բնակիչներն ապացուցեցին, որ քաղաքակրթական տեսանկյունից իրենք յուրահատուկ են։ Հենց քաղաքակրթական տարբերությունն էր, որ հաշվի չէին առել Արևմուտքում հարձակման պլան կազմելիս, բացատրում է Ռուբեն Սաֆրաստյանը։ Մենք գործ ունենք մի հզոր քաղաքակրթության հետ, քաղաքակրթական ավանդույթների հետ, որ գալիս են հազարամյակներով։ Եվ նույնիսկ ես ասում եմ արդեն խախտվել այն գաղափարին, որ դա դառնում է առաջին անգամ պատմության մեջ նույն գործոն։ Եվ սա վկայում է այն մասին, որ Իրանը դա առաջին հերթին հզոր քաղաքակրթություն է։ Այսինքն քաղաքական ռեժիմը Իրանում կարող է ամենատարբեր լինել, բայց երկիրը իր այդ հզոր քաղաքակրթության շնորհիվ պահպանում է իր եւ գոյությունը եւ հնարավորությունը հակազդելու այնպիսի հզոր հարվածներում, որ նա ստանում է։ Արևմուտքի սպասելիքները չարդարացրեց նաև իրանական Սփյուռքը, չնայած ԱՄՆ-ում եւ Եվրոպայում ապրող իրանցիները դեմ են Իսլամական Հանրապետության քաղաքական ռեժիմին, բայց նրանք չկանգնեցին հարձակվող կողմի կողքին, ամփոփում է արևելագետը, շեշտում ինքն իրանական Սփյուռքի մասնագետ չէ եւ սա միայն կարծիք է։ Տիգրան Հիբադալյան, Սյունիք լուրեր։